Մեր փրկին Տեր Հիսուսյանով ողջունեմ ձեզ բոլորդ եւ անոնք որոնք մեզի գեհդեվին համացանցի միջոցով բոլորդ ողջ մնաք, առողջ ըլլաք եւ աստծորտնությունը հանգչի բոլորիս վրա այս պաշտամունքին ընթացքին։ Փառք ունենք, որ Տերը այսպեսի արիքներ կշնորհե մեզի, գահավաքվենք եւ Տերը կպաշտենք, անոր հետ գաղորդակցենք, անոր ցայնը լսելով, մեր շնորհակալությունները հայտնելով, նաեւ մեր խնդրանքներն ներկայացնելով։ Փառք ունենք, որ հրաշալի Տեր ունենք, եկեք Փարափարության օգյով երկենք 601-րդ երգը, 601, առաջին, երրորդ եւ չորրորդ տունը ոտքի վրա եւ պիտի շարունակենք։ Մեր փոխադարձ ընթերցանությունը պիտի լա թիվ 14։ Թիվ 14 փոխադարձաբար պիտի գարտանք եւ աղոթքով պիտի շարունակենք։ Եթե մարդոց ու հրեշտակներուն լեզուները խոսիմ եւ սեր չունենամ, ես ցայն դվող բղինցի պես եղա, գամ հնչեցնող ձնձղաներու պես։ Եվ եթե իմ բոլոր ստացվածքս աղգատներուն գերցնեմ
ու իմ մարմինս այրվելու դամ եւ սեր չունենամ, օգուտ մը չեմ ունենար։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չնախանցի, սերը չգործանա, չհվարնա։ Անվայել վարմունք չունենար, իրենը չփնտրեր, փարգության չքրքրվիր, չարություն չխորիր։ Անիրատության վրա չխնդար, ապա ճշմարտության խնդարից լա։ Ամեն բանի գզիչանի, ամեն բանի գահավադա, ամեն բանի գհուսա, ամեն բանի գահամբերը։ Սերը բնածինը, բայց եթե մարգարեությունները լան, պիտի խավանին, եթե լեզուներ, պիտի թաթարին, եթե գիտություն, պիտի խավանին։ Վասնզի շատեն քիչը գիտենք, ու շատեն քիչը գմարգարյանանք։ Բայց երբ կատարյալ կա, այն ամեն շատեն քիչը պիտի խավանի։ Երբ դղա էի, դղայի պես կխոսեի, դղայի պես կխորեի, դղայի պես համարում ունեի, բայց երբ այր եղա, դղայության բաները մեկտի ցկեցի։ Քանզի հիմա մենք որպես Տեր հայերի մեջ կլեսնենք անհայտ Տերով, բայց այն ադեմ երես արերես, հիմա շատեն քիչ մտերյակ են, բայց այն ադեմ այնպես պիտի ճանչնամ, ինչպես ճանցրեցա։ Միասնապար, ուստի հիմա գմնա հավատ, հույս, սեր, այս երեքը ու ասոնց մեծակույնը սերն է։ Դեր օրհն է իր խոսքին ընթերցանությունը, եկեք մեր գլուխները հոնարեցնենք, այս պաշտամունքի վրա Աստծո օրհնությունը խնդրենք։ Սիրելի հայր փառք կտանք քեզի այս օրհնյալ օրվան համար, դերունական օրվան համար, ուր հավաքվեցանք դաջարիտ մեջ քեզ բաշտելու, մեր քողունակությունը հայտնելու, դեր շնորհակալ ենք ամեն բանի համար, ինչ որ գվայելենք, ամեն օր, ամեն վարյան, դեր քու շնորհքիդ կբարդինք, քու սիրույթ կբարդինք, շնորհակալ ենք, որ մեզ օրհնած ես ամեն հոգևոր օրհնություններով, շնորհակալ ենք խոսքիդ համար, որ մեր ցերկերու մեջ ունենք, շնորհակալ ենք Սուրբ Հոգվույն բնակության համար, քու զավակներուց սրդերու մեջ, փառք կտանք, որ դեր մեզ գարաչնորդ է, առանցին չենք, որբ չենք այս աշխարհի մեջ, հաբա դեր թուն մեր երկնավոր հայրն ես, մենք քու զավակները դենք, եւ դեր քեզ հետ կգալենք, մեր գլուխը բարձր, քեզմով կբարձենանք, եւ դեր ուրախ ենք, որ քեզի պես ըսկանչելի, հրաշալի, ամենագարո, ամենակետ դեր ունենք, այո դեր գիտակցությամբ եկած ենք այս առավոտ քեզ բաշտելու եւ մեր քողունակությունը հայտնելու, այո դեր այս մեր հավաքույթը սովորություն չէ, հապա հոժարությամբ, ուրախությամբ եւ մեծ փափակով գուքանք քեզի հետ հանդիպելու եւ քո օրհնություններդ վայելելու, ուստի կխնդրենք դեր հadouk երբով օրհնես բոլորս, խոսքովդ, ներկայությամբ եւ դեր նաեւ մեզ արթնցնելով, սկաստացնելով մեր առաքելության դեր եւ նաեւ մեր թիրքը հիշեցնելով, որբեսի դեր մենք մեր թիրքին համապատասխան ապրենք, քու մեջ դենք, քեզմով գկալենք, քեզի հետ մեկ եղած ենք, ուստի կորսնականապես այս աշխարհի մեջ ալ դեր քեզ ցոլացնենք, ցույց տանք մարդոց, որ մենք քու գտենք եւ քեզի համար գաբրինք։ Դեր հիշեմեր նաեւ բոլոր հիվանդները, անոնք որոնք բացակայ են, անոնք որոնք անգողինի գծարայեն, անոնք որոնք հadouk ցավեր ունին, բոլորին թուն բժշկես դեր իրենց անուններով քու շնորհած կայդ արչև գբերենք, որբեսի թուն ողորմիս բոլորին։ Հիշեդեր խրովյալ երգիրները, այն երգիրներու մեջ դեր ուր քու զավակներդ հավատացյալները գահալածվին, նեղություններ կգրեն, գնահատակվին, հadouk կերպով դեր օրհնես, շնորհքնես, զորացնես Սուրբ Հոգիովդ, որբեսի անոնք գարենան թիմակրավել ամեն տեսակի նեղություններ, դժվարություններ։ Հիշեմեր հայրենիքն ալով դեր կխնդրենք մեր բոլոր ղեկավարներուն համար, քաղաքական եւ գրոնական,
Բոլորին հատուկ իմաստությունով օժտես, որպեսզի դրանով շիտակ որոշումներ առնեն, համերաշխլան, իշա մեր ժողովրդին բարօրության եւ խաղաղության։ Գխնդրենք ով դեր այցելես մեր ժողովուրդը եւ այս վերջին չար օրերու մեջ արտնանք ազգովին ավելի քեզի մոդելանք, ոչ թե շրթներով քեզ բաշտենք, հապա դեր սրդով քեզ բաշտենք եւ քեզ ետ կալենք։ Այս ամենը մեր փրկին Տեր Հիսուսի անով խնդրեցինք։ Ամեն։ Դրամեցեք։ Բիդի շարունակենք 596-րդ երկնալ երկելով 596 Ինչ քեղեցիկ երգ մնե, եթե բարերու վրա գետրոնացակ, Աստուծո սկանչելի սիրույն մասին գխոսի,
իրապես եթե Աստծո սերը չլար, մենք գործված պիտելայինք Հավիդյան։ Մեր վերջին երգը պիտելա 145-րդ երգը, որ մետքը հայտարարություններուն գացնենք, 145 Ուրախ ենք, որ այսօր մեզ հետ է Հարութ եղբայր Ներսեսյանը, որ երկար դարիներ AMA-ի, այսինքն Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ եղած է Հայաստանի մեջ եւ այսօր նաեւ ամբողջ բոլոր դեղերը մանավանդ Կանադայի եւ Հյուսիսային Ամերիկայի մեջ եւ եղբայրը բավական կորձոն է դարիները վեր գծարայ այս մարզի մեջ նաեւ Կանադայի հայ ավետարանչական ընկերակցության մեջ իր թերը մեծ է Զանազան եկեղեցիներ կշրջի եւ իր ծառայության թաշտեն դեղեցություններ կփոխանցե եղբոր ծառայություն ավելի փարոյական ավետարանչություն է ինչ որ դերիսու շեշտեց իր ուսուցումներում մեջ եւ կորձերով ցույց տվավ հիվանդները բժշկեց անոթիները գերագրեց այնպես որ կարևոր է փարոյական ավետարանչությունը եւ դեղեցություններ կփոխանցե զանազան հայկական քաղաքները այնպես որ աղոթենք մեր եղբոր համար ինք պիտի պատկամե այսօր եւ նաեւ դեղեցություններ պիտի փոխանցե մեզի լավ գլա որ
մտի գնենք եւ իրապես եթե փախտadենք մեր վիճակը այդպեսի երկիրներում մեջ այնպեսի հավատացյալներ կան, ընտանիքներ կան, քաոտներ կան, որ մենք եթե փախտadենք անոնց հետ թակավորներ ենք, այնպես որ կոնե աղոթենք եւ ինչու՞ չէ նյութապես իրենց կողքին ըլլանք։ Առաջ որ ժամանակը հարուտ եղբորդանք, հատված մը պիտի գարտամ, ելից կիրքեն, երկրորդ գլուխեն, 11-21 համարները։ Եվ այն օրերը, երբ Մովսես մեծավ, իր եղբայրներուն ելավ, ու անոտ ձանր կործերուն նայեցավ, եւ տեսավ Եգիպտացիմը, որ իր եբրայեցի եղբայրներեն մեկը գծեծեր։ Եվ երբ անտին աստին նայելով տեսավ, որ մեկը չկա, մերցուց Եգիպտացին, ու ավազի մեջ թաղեց զանիգա։ Եվ հետևյալ օրը ելավ, եւ ահա երկու եբրայեցի մարդիկ կգրվեին իրարու հետ, եւ ըսավ անոր, որ իրավունք չուներ։ Ինչու քու ընկերիդ կզարնես։ Եվ անիգա ասավ, ով քեզ մեր վրա իշխան ու թադավոր թրավ։ Քազ թրավ։ Զիսալ մերցնելու միտք ունիս, ինչպես Եգիպտացի մերցուցիր։ Եվ Մովսես վախցավ ու ըսավ, անշուշտ այս բանը իմացված է։ Եվ երբ Փարավոն լսեց այս բանը, Մովսեսը մերցնել գուզեր, բայց Մովսես Փարավոն երեսեն փախավ ու Մատյամու երգիրը բնագեցավ, եւ հորի մքով նստավ։ Եվ Մատյամու քուրմը 7 աղջիկ ուներ, ու անոնք եկան եւ ջուր քաշեցին, ու իրենց հորը հոդը խմցնելու համար ավազանները լեցուցին։ Եվ հովիվները եկան ու վրընդեցին զանոնք, եւ Մովսես ելավ ու օգնեց անոնց եւ անոնց հոդին ջուր խմցուց։ Եվ երբ անոնք իրենց հորը Ռակուելի եկան, անիգա ասավ, այսօր ինչ պատճառով շուտ եկաք, եւ ասին Եգիպտացիմը մեզ հովիվներուն ցերքեն ազատեց, ու մեզի ալ շատ ջուր քաշեց ու հոդին խմցուց։ Անալ ըսավ իր աղջիկներուն, եւ ուր է անիգա, ինչու այն մարդը այդպես թող դվիկ, գանչեցեք զանիգա, որբեսի հաց ուտե։ Եվ Մովսես հաջեցավ այն մարդուն հետ բնագիլ, ու անիգա իր Սեպորա աղջիկը Մովսեսի դվավ։ Ամեն։ Հիմա ժամանակը մեր եղբոր գանցնենք, հրամե եղբայր։ Կներեք, Եվ ցեզի ողջունի խոսքեր գբերեմ իմ դնորենես Բարոն Սերժ Բուչակյան, Ամերիկայի հայվիլանչական անգրակցության դնորեն, կորձատիր դնորեն եւ այստեղ հին ծանոթներ ունիմ եւ ինձ համար շատ հաճելի է այսօր ցեզի հետ լալասո парք կուդամ բատվելի արայեն եւ հարուտ եղբոր մեև աս արիթը ստեղծեցին Հարցումը, որ ինձի շատ մտածել դված է և գուդա միշտ, ինչ է այդ մեկ բանը, որուն վրա, որուն համար Աստծո սիրտը կփափախի, God's heart beats, ինչ է այդ բանը, որը Աստծո սրտին շատ մոտ է, Վստահ եմ 10 աստվածապանի հարցնենք 10 պատասխաններ պիտի տան, բայց նյութ մը գա, որ աստվածաշունչին սկիզբեն մինչև վերջը գտեսնենք։ Այսօր գուզեմ այդ նյութի մասին խոսել։ Ելից քիրքին մեջ Աստված Իսրայելի ժողովրդին գուդա 10 պատվիրանները եւ ասիկա 20-րդ գլխում մեջ կգարտանք։ Վերջը հաջորդ մի քանի գլուխներում մեջ Աստված բացատրություն գուդա, թե այս 10 պատվիրանները ինչպես պիտի գադարեն, ինչպես պիտի իրագործեն։
Եվ 22-րդ գլխուն մեջ, 22-ին 24 համարներում մեջ հետևյալը կգարտանք. որպեվայրին ու որպը փնավ չի չարչարեք։ Եթե զանոնք չարչարեք, ինչ կերպով ըլլա, անոնք ինձի փողոքելու ըլլան, անշուշտ է պիտի լսեմ անոնց աղաղակը։ Եվ իմ փարգությունս պիտի փորփոքի ու ցեզ սրով պիտի մերցնեմ ու ցեր գիները եւ որպեվայրի ու ցեր դղաները որբ պիտի ըլլան։ Աստված կսե որ եթե որպին որպեվայրին չարչարեք նեղություն դակ իրենց իրավունքը չպաշտպանեք իրենք պիտի փողոքեն ես պիտի լսեմ ցեզ պիտի սպանեմ ցեր գիները որպեվայրի պիտի ըլլան եւ ցեր դղաները զավակները որբ Աստված որպին որպեվայրին Աստվածն է անոնց պաշտպանն է անոնց փաստաբանն է Եվ նյութը, որ Աստված որպին որպեվայրին Աստվածն է, գրադիստան ամպոչ 5 դագարանի մեջ։ Այսօր, եթե հատվածները շարելու լամ, 6-7 ժամ հոս կլանք միասին, չեմ գար ձեր գուզեգադիգա։ Բայց մի քանի համարներ գուզեմ նաև ցեզի ցույց տալ։ Սամոս քիրքը 113 գլուխ Աստծո փառապանության ինչպես ասիա Սամոսած քիրքը Աստծո փառապանության սաղմոսմն է։ Եվ այդտեղ Աստծո փառք գուտա հետևյալ նյութին համար, որ աղկադը փոշիեն վեր գվերցնե ու դնանգը աղբանոցեն գբարձրացնե, որբեսի զանոք նստեցնե իշխաններուն հետ, իր ժողովուրդին իշխաններուն հետ։ Աստված աղկադին, ինգածին, անդեսվածին, արհամարվածին, դգարին Աստվածն է։ Եվ անոնց կփարսրացնե եւ կնստեցնե թագավորներու իշխաններու սեղանին վրա։ Գնաք որ պատկերացնել։ Թագավորը ջող սեղան գտնե եւ հոն աղկադը, ինգածը, արհամարվածը, դքեդը այդ սեղանին վրան են։ Բայց Աստված աղկադին որպեվայրին Աստվածն է։ Եվ ասիկա գուքանք նոր գդագարան նույնը գտեսնենք Հիսուսի կյանքի մեջ։ Հիսուս իր առաքելությունը պիտի հայտարարե։ Ղուկաս 4-րդ գլուխ գմտնե սինագոգ բաշտամունքի եւ գփանա Եսայի մարգարեի քիրքը եւ ատեղին գգարտա եւ ինչ կսե Դերոջը հոգին իմ վրաս է ինչու վասնզիս օձեց ինչի համար ինձի օձեց աղկատներուն ավետարանը քարոզելու զիս ղրգեց ինչ բանի ղրգեց գոդրած սիրտ ունեցողները բժշկելու քերիներուն ազատություն եւ գույրերուն դեսություն քարոզելու հարստահարություն գրողները ազատելու Դերոջը ընդունելի դարին քարոզելու Հիսուս աղկադին, փանդարգյալին, հիվանդին, գույրին Աստվածն է։ Եվ Հիսուս եկավ այդպիսիները բարձրացնելու համար։ Այսպես իր առաքելությունը սկսավ։ Եվ ինչպես ավարտեց իր առաքելությունը։ Ինչպես պիտի ավարտե։ Երբ որ կվերադառնա նորեն, թադարանը պիտի ըլլա։ Պիտի բաժնե այդ ձերը ոչխարներեն։ Ինչ չափանիշներով պիտի բաժնե։ Դուք շատ լավ երկեցիք պաշտամունքին։ Աստվածաշունչեն համարներ գսեիք։
Ալելույա Փարքաստու ամեն նախատասության մեջ կսեիք, ադոր համար մտեք արքայությունը, ոչ։ Այդ ձերում պիտի եսե կացեք հավիդենական գորուստ, վասնզի անութեցա ինձի ուդելիք չդվիք, ձարավեցա ինձի չխմցուցիք, օդագարական էի, զիս ներս չարիք, մերգ էի, զիս չհակվեցուցիք, հիվանդ էի ու պանդի մեջ էի, ինձի դես չեգակ, չապանիշը ոչխարը այդ ձերեն պաժնելու, անոթի էի, ինձի ճաշ տվիք, հիվանդ էի, պանդն էի, այցելեցիք, մերգ էի, հակուստ տվիք, մարդիկ բիրեսեն, Հիսուս ճան, ցավդ տանեմ, եթե հայաստանցի են, ցավդ տանեմ, մենք քեզ երբ անոթի տեսանք, երբ պանդի մեջ տեսանք, երբ պանդ մտար, երբ հիվանդացար, աս եղբայրներես մեկուն չրիք, ինձյալ չրիք, աս եղբայրներես մեկուն ըրիք, ինձյալ ըրիք։ Հիսուս ինքզինքը գնույնացն է աղկադին, անոթին, հիվանդին, պանդարգյալին, հարստահարվածին հետ։ Եվ ասիկա ամպոտ սուրբքիքի մեջ կդեսնենք։ Աստուծո սիրտը կփափախի անոնց համար, որ Աստուծո պետք ունին։ Աղկադ են, տկար են, ինկած են, Աստուծո գտիմեն, եւ Աստված այդպիսիներուն Աստվածն է։ Երևակայեցեք և ասված դա, օրմ այս եկեղեցին պերն է պերան լեցվի, ամեն գիրագի 200-300 հոգի գլա, և պատվելի արանգս է, ես շատ հոգնած եմ, չեմ գրնար գուրած կորզըներ, ինձի օգնական պետք է։ Եվ հայդարարություն գտեն է եկեղեցին, օգնական հովիվ պետք ունինք։ Այդպես է չա պատվելի արա։ Եվ մեկը թիմում գն է, գնայիք թիմումին, ահակին թիմովներ կան, թիմովները մեկը մարդասպան մեկն է։ Եվ պախած է RCMP-ին ետևեն է։ Որովհետև մեկը սպաննած է և պախած է օրենքեն։ Ոստիկանները զինք կպրնդրեն, ամեն դե wanted իր նգարը կա։ Եվ չի պավեր այսպես, հեթանոս աղջիկա մեդ ամուսնացած է։ Եվ ոչ է միան հեթանոսը իր գինը, գնոջը հայրնալ հեթանոսներու քահանա է, քուրմ է։ Այս բիմցի մեկը ծեզի կորձի գտիմ է, թուք կնտունեիք կորձի։ Չեմ կիդեր բատվելի արան գնտուներ, բայց ծեզի վստայեցեմ ավետարանչականի ասանք մեկը թիմեր կորձի չէին գնտուներ։ Ես հաստատ ոչ կսեի։ Բայց ասված աստվիսի մեկուն բաշտոն դվավ։ Պարսր բաշտոն դվավ։ Զինքը մարկարե երավ, ամենամեծ մարկարե նրավ։ Բայց ով է կսեք, ասվածան ինչ դիսակ պանգնեմ, մարդասպան ոչրակորց, քուր մի ամուսին էտ բաշտոնի գտն է, երավ, Մովսես, բա, Մովսես, մարդասպան, բայց ինչու, մեկ վարգյան անդրադառնանք Մովսեսի կյանքին, ելից առաջին գլուխը Փարավոնը հրաման գարցակ է, որ բոլորը պետք է մաքրվին, բոլոր դրանները, որ գծնին պետք է մերնին, հրաշքով ասված կպրգե, Մովսես Եգիպտոսի աղջիկը, Փարավոնին աղջիկը գազադե, գվորթեկրե, բալադի մեջ կմեցնա։ Պամը չենք գիտեր մանկության մասի Մովսեսի, բացի այդ պատմություն են։ Ատկե վեճ երկու պատմություն կլսենք Մովսեսի կյանքի մասին, որ պատվելի արան քիչ առաջ կարդաց։ Առաջինը մեկը կսպանն է, երկրորդը կփախի Փարավոն են և անապատի մեջ է Մադյանի քաղաքն է և այդտեղ չրհորինքով 7 հովիվ աղջիկներու կբաշտման է, եկած են չուր արնելու և այդտեղ են դրամարտիկ հովիվներ գուխան ասոնց իրավունքը կխլեն, կհրեն մեկտի, Մովսես ռիսկն է, ասոնց կբաշտման է։
Այս երկու պատմությունները միայն գիտենք Մովսեսի մեծահասակ կյանքին մասին, որ մեվեջ Աստված ինքը կգանչի, որ մարգարել է, Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսեն հանե։ Ուրեմն Աստված ինչու Մովսեսին ընտրեց, այս երկու պատմություններում մեջն է։ Եվ ինչ կտեսնենք այս երկու պատմություններում մեջ։ Մովսեսի սիրտը կփափախի հարստահարվածին։ Առաջին մարդը, որ սպանվեցավ, Եգիպտացին, որ սպանեց, Եգիպտացին գծեցեր որ հարստահարված քերի հրյայիմը։ Մովսեսին սիրտը չդիմացավ ասան արդարության եւ ելավ սպանեց։ Երկրորդը անարդարություն տեսավ, ասաղջիկներուն իրավունքը գերածեն զորավորը դգարին գնչեգոր։ Յանքը ռիսկի դրավ, ինչպես որ քիչ առաջ յանքը ռիսկի դրած էր, Եգիպտացի մերձուցած էր, փարավոնի քիտնալով, որ փարավոնը պիտի չանտուրժե, քիտնալով, որ ամբողջ յանքը պիտի փոխվի, ռիսկ գրավ, պաշտպանեց իր հրյային եւ փախավ անապատ Փարավոնի բալադի մեջ մեծածը անապատ փախավ։ Եվ ասոր համար է որ Աստված ասավ որ ջրակորձ է աթարցը գլուծենք։ Կին հետանոս է կապ աշխարհ է։ Փախած է ոստիկանությունեն ադալ գլուծենք։ Բայց ես դժվար կգտնեմ մեկը որուն սիրտը կփափախի ինգազին դգարին համար։ Մովսես թունեց մարդը։ Ասոր համար է որ Աստված Մովսեսին ընտրեց։ Ինչ կնշանակի այսօր մեզի համար։ Սուրբ Գիրքը այս պատմությունները հազարավոր դարներ առաջ գրված են։ Նայեցեք եղբայրներ քույրեր։ Հյուսիսային Ամերիկայի մեջ բիզնես աշխարհը մեր ուղեղները գլվա։ Մեզի կհամոզե նյութապաշտության համար։ Մեզի կհամոզե որ մենք մեր իրավունքը պիտի պաշտպանենք։ Մեզի կհամոզե որ մենք եսասերը լանք, մենք իրավունք ունենք ջող ջաշ ուտելու, իրավունք ունենք լավագույն արձակուրդներու երթալու, լավագույն օթոները քնելու։ Մենք իրավունք ունենք։ Մեզի այսպես կհամոզեն։ Ես շատ ավոր բզդիկ օթոմ ունիմ, շատ կոհ էի, մինչև որ թրացիս Mercedes կնեց։ Իմ բզդիկ Toyota-ս բավարար չէ, ես պետք է Mercedes կնեմ։ Եվ այս տեսակ մտածելակերպով մեր խելքը միտքը կլվա։ Եվ ասոր պետք է մենք թեմ տնենք։ Մենք պետք է մաքրենք լվանք Աստծո խոսքով։ Եվ Աստվածո խոսքը մեր մեջ մտնելով մեզի պիտի սորվեցնե Աստծո սիրտը ինչի համար կփափախի։ Աստված մեզ ինչ կուզե, փոխանակությունները հետապնդելու, հետապնդենք այն ինչ որ Աստված մեզ կուզե։ Եվ այդ է որ մեր կյանքին իմաստ եւ արժեք կհասնի։ Շատ շնորհակալ եմ, Աստված ձեզ օրհնե, շնորհակալ եմ Պատվելի արա Հարութ եղբայր այս հնարավորության համար։ Այդքան։ Շնորհակալ ենք Հարութ եղբայր, այս տեղեկությունները մեր սրտերում մեջ տնենք, աղոթենք եւ նաեւ կորստական քայլեր առնենք։ Իրապես մեզ մեկը եթե գարիք ունի, պիտի ուզեր որ ուրիշը այդ գարիքը լեցնե։ Այնպես որ աղոթենք այս թաշտերուն համար, քաղաքներուն համար, որ մեր հայրենագիցները դժվար բարականերու մեջ գացնին։ Լավ, որովհետև ժամանակը անցած է, եկեք աղոթքով փակենք, որպեսզի նաև արիթ ունենանք դեսնվելու վարը հյուրասիրություն պիտի պաշտամունքի հետ կփոլորդ վարը հյուրասիրության հրավիրված եք եւ ավելի մոդեն գխոսիկ եղբորդ։ Հոդն գայս, ուրեմն աղոթքով մեր պաշտամունքը փակենք։ Սիրելի հայր, որքան փառք կուտանք քեզի, որ մեզի ողորմեցար, մենք ալ մեր վիճակը խղճալի էր, հոգեպես, ֆիզիկապես, քեզ մի հերու էինք եւ դեր գտնվեցան մարդիկ, որ մեզի խոսեցան զանազան միջոցներով, որպեսզի քեզ ճանչնանք, քեզի դառնանք։ Դեր քու կորձերը հրաշալի են, քու գդարած
միջոցները դեր հիանալի են, որոնցմով մարդոց կխոսիս, քու բոլոր ծրագիրներդ բարի են, եւ գուզես, որ մենք ալ բաժին ունենանք այդ ծրագիրներու մեջ։ Քեզի գանցնեվի գովդեր, հոգի շունչ մարմին, գուզենք, որ քու ցերկերուտ մեջ ընդիր անոթներ դառնալ, եւ նաեւ գաղութենք դեր այն բոլոր շրջաններու մեջ, ուր դեր ծարավը գա, պետքեր կան, անոց պետքերը թուն գրնաս քոացնել, բայց դեր մեզ կգործածես, քեզի գանցնվինք եւ գուզենք, որ դեր քեզի հետ կալենք ոչ թե միայն խոսքով, հաբա նաեւ գործով ցույց տանք, որ մենք քու գտենք եւ քեզի համար գաբրինք, օրհնելով օրհնես ու ժողովուրդդ եւ դեր եկող օրերու մեջ ալ մեզ առաջնորդես, մեր ներգան եւ ապական ցերկերուտ կանցնենք։ Փառքիդ համար կխնդրենք Հիսուսի անունով, ամեն։